Բարև ձեզ, եթերում օրվան փոփումն է, ձեզ հետ Արփինե Նավասարդյանը, 19:00-ի դրությամբ առանձնացրել ենք հետևյալ լուրերը։ Մարտուն Գրիգորյանն այսօր խախտեց իր 5-օրյա լռությունը և տեղեկացրեց, որ իր առաջնորդած մեր քաղաքը դաշինքը անհրաժեշտ քանակությամբ քվեներ կտա Կոմկուսի թեկնածու Վարդան Ղուկասյանին, որպեսզի վերջինս քաղաքապետ ընտրվի։ Ղուկասյանի հետ վաղը մի հակամարտություն ունեցող Գրիգորյանն ընդգծում է, թե դա անում է առանց որևէ պաշտոնի, ակնկալիքի ու որևէ պայմանավորվածության, ապա նկատում, այս որոշումը իր համար ծանր է եղել և դժվարությամբ է եկել դրան։ Քարոզարշավի ընթացքում ես բացահայտ ասել եմ և միակն եմ եղել, որ խոսել եմ ինչ է լինելու ընտրություններից հետո, եթե քաղաքապետ ընտրվի Վարդան Ղուկասյանը։ Մնում եմ նույն համոզմունքին, որ նա ամենախոցելի թեկնածուն է քրեական գործերով պայմանավորված, թե ինչ կլինի հետո ու ինչպես կվարվեն տվյալ մարդու հետ, լավ հիշեք այսօր է։ Գյումրին կտանեմ Վանաձորի ճանապարհով թե ոչ, դա աստված որ սխալված լինեմ։ Ընդգծել է նա քննադատելով ընդդիմադիր մյուս երկու թեկնածուներին Կարեն Սիմոնյանին և Ռուբեն Մխիթարյանին։ Մարտուն Գրիգորյանի խոսքով վերջիններս Ղուկասյանին սատարելու մասին իրենց շտապողականությամբ անհնարին դարձրեցին այլընտրանքային ու ավելի քիչ խոցելի տարբերակ գտնելու ճանապարհը։ Իրեն էլ ստիպեցին կայացնել մի որոշում, որին սկզբունքորեն դեմ է։ Ըստ նրա տարբերակներից մեկն էլ կարող է լինել ընդդիմադիր մյուս երկու թեկնածուներին քաղաքապետ ընտրելը, որը կդառնար իշխանական համակարգի փլուզման իրական մեկնարկը։ Մարտուն Գրիգորյանի որոշումը լրջորեն անհանգստացրել է քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը։ ՔՊԱ-կան պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է, որ Գյումրիում կատարվեց այն, ինչի մասին իրենք զգուշացրել էին։ Գյումրիում տառացիորեն կատարվեց այն, ինչի մասին մենք զգուշացրում էինք։ Ռուբեն Մխիթարյանը, Կարեն Սիմոնյանը և իհարկե Մարտուն Գրիգորյանը մարդկանց խաբելով ձայներ հավաքեցին և դրանք տվին Վարդան Ղուկասյանին։ Ուսա այն դեպքում, երբ Մարտուն Գրիգորյանն առանց համաչելու կանգնում ու այս սցենարը նկարագրողների սստախոսության մեջ էր մեղադրում, իրեն է ներկայացնում որպես քաղաքը Վարդան Ղուկասյան ՔՊՏ-ից պաշտպանող մի սամուրայ։ Նշել է իշխանական պատգամավորը, հերթական անգամ թիրախավորելով ընդդիմությանը։ Բաքվի բանտում ապօրինաբար պահվող Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին արգելել են աստվածաշունչ ունենալ։ Catholic News Agency-ին տված հարցազրույցում այս մասին ասել է ամերիկացի հայտնի իրավապաշտպան Ռուբեն Վարդանյանի փաստաբան Ջարեդ Գենսերը։ Վերջինիս խոսքով այս իրողությունն ամրապնդում է այն համոզմունքը, որ նա և Արցախի մյուս ղեկավարները հետապնդվում են ոչ թե որ նրանք ենթադրյալ անջատողականներ են, այլ որ քրիստոնյաներ են։ Գենսերը շեշտել է, որ Բաքվի բանտում պահվող հայ քրիստոնյա ռազմագերիների ազատ արձակումն առաջնահերթություն է ԱՄՆ նոր վարչակազմի համար։ Մեզ ասվել է, որ բանտարկյալների ազատ արձակումը պետք է նախապայման լինի, որպեսզի նախագահ Թրամփն անվերապահորեն աջակցի խաղաղության գործընթացին, նշել է նա չհստակեցնելով, թե ԱՄՆ նոր վարչակազմից կոնկրետ ով է նման հավաստիացումներ տվել։ Նիկոլ Փաշինյանի այսօրվա որոշմամբ Պարույր Հովհաննիսյանն ազատվել արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից, Հովհաննիսյանն այս պաշտոնը զբաղեցնում էր 2021-ի նոյեմբերի 9-ից։ Ավելի վաղ նա Հայաստանի մշտական ներկայացուցիչն էր Եվրոպայի խորհրդում։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Պարույր Հովհաննիսյանը նշանակվել է Միավորված ազգերի կազմակերպությունում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, նստավայրը Նյու Յորք։ Գյումրու համայնքապետի արդեն նախկին թեկնածու Ռուբեն Մխիթարյանը Մարտին Գրիգորյանի հայտարարությունից հետո ֆեյսբուքյան գրառում է կատարել և շնորհավորել ընդդիմադիրներին։ Շնորհավորում եմ բոլորիս։ Գյումրիում և Փարաքարում ՔՊ-ն ստացավ այն պատասխանը, որին արժանի էր։ Գյումրիում ընդդիմությունը ոչ մեկին թույլ չտվեց պղտորել ջրերը։ Շնորհակալ եմ մյուս 3 ընդդիմադիր թեկնածուներին։ Ամենակարևորը մենք բոլորս ցույց տվեցինք, որ կարող ենք առաջնորդվել հանունի համար։ Շնորհավոր սիրելի գյումրեցիներ, առջևում բաղձալի հաղթանակներն են, գրել է Մխիթարյանը։ Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է Ազատությունն աշխարհում 2025 տարեկան զեկույցը, որում անդրադարձ է կատարվել Հայաստանում տիրող իրավիճակին։ Զեկույցի համաձայն Հայաստանում դատարանները բախվում են համակարգային քաղաքական ազդեցության, ստվերվում են կոռուպցիայով, իսկ իշխանություններն ընտրովի են կիրառում օրենքը։ Նշվում է, որ հավաքների իրավունքը օրենքով երաշխավորված է, սակայն գործնականում անհետևողականորեն է պահպանվում։ Freedom House-ն ուշադրություն է հրավիրել այն բանին, որ 2024-ի հունիսի 12-ին ոստիկանությունն աննախադեպ կերպով օգտագործեց հզոր շշմեցնող նռնակներ, ինչը նպաստեց ավելի քան 100 մարդու վնասվածքներին, նույնքան մարդ էլ ձերբակալվեց։ Բացի այդ զեկույցում նշվել է, որ աճել են խաղաղ պայմաններում ծիծաղեղողների մահվան դեպքերը։ 2018-ից 23 թվականներին եղել է այդպիսի 436 մահ, ինչը 29%-ով աճ է նախորդ 6 տարիների համեմատ։
2024 թվականի հունվարից մինչև սեպտեմբեր գրանցվել է առնվազն 27 ոչ մարտական մահվան դեպք։ Այսօր արդեն հայտնի դարձավ, որ Freedom House-ն ավարտում է աշխատանքը Հայաստանում։ Նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն են հանձնել Հայաստանում Նոր Զելանդիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Մարկ Ջուլիան Թրեյնորը։ Նստավայրը Մոսկվա։ Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ Խաչատուրյանը հույս է հայտնել, որ նրա գործունեությունը կնպաստի երկու երկրների միջև համագործակցության զարգացմանն ու տարբեր ոլորտների կապերի խորացմանը։ Հայաստանը բարձր է գնահատում Նոր Զելանդիայի հետ բարեկամական հարաբերությունները, որոնք հիմնված են ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ օրենքի գերակայության ընդհանուր արժեքների վրա, նշել է նա։ Իր հերթին դեսպան Թրեյնորը շնորհակալություն է հայտնել ջերմընդունելության համար։ Հանդիպման ընթացքում քննարկվել են միջազգային տարբեր հարթակներում եւ բազմակողմ ձևաչափերում արդյունավետ համագործակցության վերաբերյալ հարցեր, նշելով, որ փոխադարձ աջակցությունը կնպաստի երկու պետությունների շահերի առավել արդյունավետ պաշտպանությանը։ ՔՊԱ-ական պատգամավոր Արմեն Խաչատյանը համոզմունք է հայտնել, որ գործող իշխանությունը 2026-ի համապետական ընտրությունների ժամանակ վերընտրվելու է։ Այս մասին իշխանական պատգամավորն ասել է Նյուզայեմի հետ զրույցում։ Մեր իշխանությունը շատ ծանր բեռ է վերցրել իր վրա եւ այդ բեռը պատվով տանում է առաջ։ Այն նպատակներ, որոնք դրված են այս իշխանության առաջ, ես կարծում եմ այդ նույն նպատակները ունի նաեւ մեր ժողովուրդը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիները։ Ես կարծում եմ, որ մենք կարժանանանք իրենց վստահության քվեին։ Իհարկե դրա համար պետք է ավելի լավ աշխատել, ավելի շատ աշխատել եւ օգտվել բոլոր խաղաղ օրերից։ Պետք է ցանկացած խաղաղ օր զբաղվենք այս երկրում ինչ-որ մի բան ստեղծելով, զարգացնելով, ուժեղացնելով։ Այդ տրամաբանությամբ պետք է առաջ գնանք, ամեն օրը մեր համար թանկ է։ Ասել է նա, ապա նաեւ հավելել, որ իշխանության առաջին դիմախոսներից մեկն էլ ինքն է։ Շամշյանքոմի փոխանցմամբ ապրիլի 1-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում ժամը 15:20-ի սահմաններում ոստիկանությանն ու Բարաշելի բաժնում տեղեկություն է ստացվել, որ շտապօգնության 43 խումբը կանչով մեկնել են ու Բարաշան հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն, որտեղ հայտնաբերվել է կնոջ Դ. Տեղում պարզվել է, որ մահացածը Երևանի բնակիչ 71-ամյա կին է, ով ժամը 14:30-ի սահմաններում նշված 9-րդ բաժանմունքի ճաշասենյակում սնունդ ընդունելու ժամանակ հանկարծակի խեղդվել եւ մահացել է։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Դեպքի փաստով քննչական բաժնում սպանություն, հանկարծամահություն հատկարիչներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ 3 ավտովթար է տեղի ունեցել Երևանում ժամը 17:00-ի սահմաններում աշտարակի խճուղում Հույսիավան թաղամասի հարևանությամբ բախվել են Երևանի բնակիչներ 36-ամյա Սուսան Ա.-ի վարած Chevrolet Volt, 35-ամյա Օհան Խ.-ի վարած Opel Zafira եւ 25-ամյա Hayk M-ի վարած Nissan Rogue մակնիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով Nissan Rogue-ը բախվել է ճանապարհային երթևեկությունը կարգավորող ցուցանակին եւ հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։ Վթարի փաստով Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի երկրորդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։ Այսօրվա համար պատրաստել էինք այսքանը, կհանդիպենք։